Բարև ձեզ, դուք լսում եք մեր ոդքասթը, կանխարգելում առաջին պաշտպանական գիծ։ Այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է կանխել քաղցկեղածին բջիջների առողջացումը, պահպանելով առողջ կենսակերպ։ Մարդու առողջությունը սկսվում է իր սովորություններից, իսկ ամենակարևորը սովորությունները սկսվում են կանխարգելումից, մինչև հիվանդությունը սկսում է զարգանալ։ Քաղցկեղածին բջիջների առաջացումը հաճախ կապված է արտաքին գործոնների հետ, ծխախոտի ծուխ, ալկոհոլ, քիմիական նյութեր, ճարպայություն և անառողջ սնունդ։ Այս գործոնները վնասում են բջիջի նյութը, արդյունքում բջիջը սկսում է անկառավարելի բազմանալ, բայց այս ամենը կանխարգելելի է, եթե մենք ժամանակին մտածենք մեր մարմնի մասին։ Հատկապես կարևոր է սնվել այնպես, որ օրգանիզմը ստանա անհրաժեշտ վիտամիններ, հակաօքսիդանտներ և հանքանյութեր։ Դրանք օգնում են բջիջներին պայքարել ազատ ռադիակալների դեմ, որոնք նպաստում են քաղցկեղի առաջացմանը։ Նյութեր, բանջարեղեններ, ամբողջական հացահատիկներ, կանաչ թեյ և ջուր մեր օրգանիզմի բնական պաշտպաններն են։ Ծխախոտը և ալկոհոլը հանդիսանում են քաղցկեղածին նյութերի հիմնական աղբյուրները։ Դրանք ոչ միայն վնասում են թոքերը և լյարդը, այլև թուլացնում են իմունային համակարգը։ Եթե մենք հրաժարվենք այդ սովորություններից, մեր մարմինը կդառնա ավելի ուժեղ։ Սա ամենապարզ և ամենաարդյունավետ քայլն է կանխարգելման ուղղությամբ։ Պայմանավոր ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն կարգավորում է քաշը, այլև բարելավում է բջիջների թթվածնով մատակարարումը։ Այս ամենը նվազեցնում է բջջային մուտացիաների հավանականությունը։ Բացի այդ, անհրաժեշտ է տարբերական անցնել բժշկական զննումներ։ Վաղ հայտնաբերումն ամենաուժեղ կանխարգելումն է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երկարատև սթրեսը թուլացնում է իմունային համակարգը, հետևաբար ներքին խաղաղությունը նույնպես կանխարգելման մի մաս է։ Ժպիտը, հանգիստը և ելի մարդկանց հետ անցկացրած ժամանակը կարող է ավելի օգտակար լինել, քան ցանկացած դեղամիջոց։ Մենք չենք կարող լիովին խուսափել բոլոր վտանգներից, բայց կարող ենք նվազեցնել դրանց ազդեցությունը, հոգալով մեր մարմնի և մտքի մասին։ Կանխարգելումը մեր առաջին պաշտպանական գիծն է, այս սկսվում է այսօր, հենց այս պահին։ Շնորհակալ եմ, որ լսեցիք մեր ոդքասթը։ Մնացեք առողջ և հավատացեք, որ ամեն օրը ձեր ձեռքերում է։